Ես ուզում եմ սկսել անդրադառնալով տեղի ունեցած միջադեպին, որի ժամանակ ես դահլիճում չեմ եղել։ Հարգելի ուժեղ Հայաստան խմբակցություն։ Ես շատ համբերատար մարդ եմ, եւ մենք շատ համբերատար մարդիկ ենք։ Եվ չնայած մենք շատ ուրախ ենք, որ դուք ի սկզբանե ընդունեցիք բարեկիրթ լինելու իմ առաջարկը, եւ ուրախ եմ նաեւ, որ Հայաստան խմբակցությունն ընդունեց այդ առաջարկը։ Ես պետք է արձանագրեմ, որ արդեն երկրորդ անգամ բարեկրթության կանոնները այս դահլիճում խախտվում են։ Այս ընթացքում 10 օրվա ընթացքում արդեն 2 անգամ հնչել է վիրավորական արտահայտություն պարոն Կարապետյան ձեր խմբակցության ներկայացուցիչների կողմից։ Մեկ անձամբ ձեր կողմից, մյուսը Էդգար Ղազարյանի կողմից։ Ես էլի եմ կրկնում, մենք շատ համբերատար մարդիկ ենք, բայց մենք ունենք խնդրեմ, մեծ խնդրեմ ունենք մենք պարոն Կարապետյան, որտեղ ես պետք է ուղիղ ձեզ ասեմ, որ բարեկրթության կանոնը կամ բարեկրթության շուրջ ձեռք բերված մեր պայմանավորվածությունը քանդման եզրին է, ինչպես նաև քանդման եզրին է պարոն Էդգար Ղազարյանի այս դահլիճում գտնվելու հարմարավետ պայմանների ապահովման գործընթացը։ Ես հուսով եմ դուք ճիշտ եք հասկանում։ Էդգար Ղազարյանը եւ իր պահվածքը մեծագույն խնդրեմ են այս դահլիճում եւ ընդհանրապես ես վստահ չեմ կարող Էդգար Ղազարյանը ի սկզբանե խնդրեմ եղել այս կյանքում, բայց պարոն Կարապետյան, ես ակնկալում եմ ձեզնից, որ Էդգար Ղազարյանը պետքա գա եւ ներողություն խնդրի իր անդաստիարակ արտահայտության համար։ Եթե ասելիք ունեք, խնդրեմ։ Պարոն Ռուբինյան, երկու դեպքերը համեմատելը կարծում եմ տեղին չէր, բայց ձեր մտահոգությունը երկրորդ դեպքի հետ կապված, քանի որ առաջի դեպքը լուծված դեպք էր եւ նաեւ մենք գիտենք թե ինչ նախադրյալներով դա եղավ, կխնդրեի երկու դեպքերը չհամեմատել։ Երկրորդ բանը համբերատարության հետ կապված, բոլորս համբերատար ենք, բոլորս գիտենք, որ չենք ուզում մեր հասարակության աչքին ցույց տանք այն, ինչ որ հետո կամաչենք դրանից։ Ինչ վերաբերում է պարոն Ղազարյանի ասացին, որպեսզի լինենք արդար, ես ինչ որ չափով կիսում եմ, մեր խմբակցությունը կիսում է գործընկերների մտահոգությունը եւ խմբակցությունում տեղի կունենա նիստ, որտեղ կքննարկվի հետագա քայլերը, որի մասին ձեզ տեղը կպայենք։ Դրանից հետո ձեր որոշումն է, ձեր որոշումն է։ Սակայն ես արտահայտեցի մեր միտքը, կարծում եմ ընկալելի։ Պարոն Կարապետյան, խնդիր չկա, դուք կարող եք ձեր խմբակցությամբ ունենալ քննարկում, բայց ես չլսեցի ձեր գնահատականը պարոն Ղազարյանի արտահայտության վերաբերյալ։ Խնդրում եմ արտահայտեք ձեր անձնական գնահատականը, ես պետք է իմանամ մենք ինչի հետ գործ ունենք։ Պարոն Ռուբինյան, բարեվարկության պայմանավորվածությունների շրջանակներում դա բարեվարկության նորմի խախտում էր։ Շնորհակալություն։ Մենք ներողություն։ Տիկին Գրիգորյան, սա երկու խմբակցությունների հարց է։ Դե վարման կարգ գոյություն չունի այս բանի, ես պարոն Կարապետյանին խոսք եմ տալիս, որովհետև խոսքը վերաբերում է իր ղեկավարած խմբակցությանը, բայց ես մի բան շարունակեմ։ Պարոն Կարապետյան, շատ լավ, ես ուրախ եմ, որ դուք համարում եք, որ պարոն Ղազարյանի վարքը բարեվարկության կանոններից դուրս էր։ Ուրախ եմ նաև, որ քննարկում կունենաք, բայց ես ձեզ ուզում եմ տեղեկացնել, որ քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը ակնկալում է, որ պարոն Ղազարյանը պետք է ներողություն խնդրի իր անդաստիարակ արտահայտության համար, հակառակ դեպքում նրան շատ ծանր օրեր են սպասվում այս ազգային ժողովի դահլիճում եւ ոչ միայն նրան եւ բոլոր նրանց, ովքեր իրենց, չգիտեմ, քաղաքական կամ ոչ քաղաքական թևերը կփռնեն նրա վրա։